Բարև ձեզ հարգելի հետևորդներ, մենք կրկին եթերում ենք եւ մեր հյուրը այսօր պատմաբան մարտական եղբայրություն միավորման անդամ Հրանտ Տեր-Աբրահամյանն է։ Բարև ձեզ, պարոն Աբրահամյան։ Պարոն Աբրահամյան, իրավիճակը Հայաստանում պատկերացնում եք, նաեւ շատ լավ գիտեք եւ այս օրերին շրջանառվում է մի թեզ, որ մեր բոլոր 3 սահմանադրությունները լեգիտիմ չեն եւ մեզ պետք է բոլորովին նոր սահմանադրություն, որը կլինի լեգիտիմ եւ հղում չի կատարվի անկախության հռչակագրին եւ սա համարում են օրվա հրամայական սահմանադրությունը պետությունը լեգիտիմացնելու իմաստով։ Ինչ կարծիք եք։ Ուրեմն տեսեք այդ լեգիտիմության մասին խոսակցությունը ինքը իրական թեմաշեող խոսակցությունը ակնհայտորեն մենք կարող ենք խորանալ վեր հիշել այդ բոլոր սահմանադրական հանրակրվեները եւ 95 թիվը եւ 2005 թիվը եւ 2015 թիվը բոլորը 5 թվերին իրებ դրանք խնդրահարույց են եղել, բայց հիմնական խնդիրը բոլորս հասկանում ենք, որ այն չի, որ մեր սահմանադրությունը լեգիտիմ է ընդունվել թե չէ, հիմնական խնդիրը նա է, որ Ադրբեջանի ուլտիմատիվ ըստ էության պահանջը կա եւ այդ պահանջը նոր չի ձևակերպված 2022 կամ 23 թվականից առնվազն որպես նախապայման, որքան մինչև Հայաստանը չփոխի սահմանադրությունը եւ անկախության հռչակագրի հղումը չանի, իրենք այդ չարաբաստիկ այդ այսպես կոչված խաղաղության պայմանագիրը կամ չգիտեմ հիմա ուրիշ ինչ-որ համաձայնությունը չեն ստորագրել։ Սա է խնդիրը։ Հիմա որպեսզի այդ խնդիրը թաքցնվի, այսինքն չասեն, որ մենք ընդունում ենք Ադրբեջանի վերջնագիրը, իրենք ձևակերպում են, որ հա մենք տեսեք 2018-ից ուզում ենք փոխենք, լեգիտիմ չի։ Չոր փաստը նա է, այդ բոլոր խոսակցությունը մի կողմ թողած, որ պարզապես Ադրբեջանի վերջնագրով Հայաստանի ընդ որում սահմանադրությունն էլ չի, մեխ է այստեղ, սահմանադրությունը առանձին թեմա, մեխը անկախության հռչակագիրն է 1990 թվականի, որտեղ բոլորս գիտենք նաև հղում կա 1989 թվականի ուրեմն Գերագույն խորհրդի որոշման Արցախի եւ Հայաստանի վերամիավորման մասին։ Մեխը դա է, որ Ադրբեջանի վերջնագրով դա պետք է հանեն եւ իրենք փաստորեն այդ վերջնագրին համաձայնվում են եւ ուզում են հանեն։ Հիմա ամբողջ թեման սա է։ Եվ անկախություն, այստեղ արդեն կարևոր բաներ են գալիս։ Անկախության հռչակագրի հետ կապված ոչ ոք չի կարող լեգիտիմության հարց դնել։ Սահմանադրությունների ընդունման հանրակրվեների հետ կապված հարցեր կարող են դնել, բայց անկախության հռչակագիրը ընդունվել է 90 թվականին, բացարձակ լեգիտիմ է, ոչ ոք երբևէ որևէ կասկած չի, այսպես ասած, ձևակերպել դրա ընդունման լեգիտիմության մասին, բացի այդ, դա մեր պետության հիմքն է իրավական, որտեղ այդ անկախության հռչակագրից է հետո բխում 91 թվականի հանրակրվեն անկախության եւ այլն։ Այսինքն այստեղ հարցը իրականում մենք պետք է ճիշտ հասկանանք, հարցը դրվում է Հայաստանի անկախության հարցը, որտեղ եթե անկախության հռչակագիրը մենք հանում ենք, մենք ինչ ենք ստանում մեր պետության իրավական հիմքում, ինչ է մնում։ Շատերը այս կտրվածքով չեն մտածում, միայն մակերեսային են նայում եւ թեման իրենք փորձում են իշխանությունը այնպես շեղել, որ մարդիկ այդ անիմաստություններով շեղեն, բայց հարցի էությունը Հայաստան պետության, Հայաստանի Հանրապետության անկախության իրավական հիմքը փաստորեն ուզում են դուրս հանել։ Եվ ինչ է ստացվում օդում կախված մի պետություն, որը փաստացի իրավական հիմք չունի։ Ես չգիտեմ, թող իրավաբանները ինձ հուշեն, միգուցե չնայած ես փորձում եմ հարցնել, կա արդյոք նման օրինակ պատմության մեջ, որ պետությունը ինքն իր անկախության հռչակագրից հրաժարվի եւ չգիտեմ, հետո ինչ լինի նոր անկախության հռչակագիր օրինակ ընդունել, այդպես չի լինում, այսինքն այդ պետությունը մի անգամ կարող է անկախության հռչակագիր ընդունել, չի կարող մի քանի հատ դա սահմանադրություն չի, որ կարող ես փոփոխել։ Անկախության հռչակագիրը չես կարող մի քանի, այսինքն դու պետության հիմքը դες, պետություն իսկ գոյությունը կասկածի տակ ես դնում։ Եվ այստեղ շատերը ուշադիր չեն, որ իրականում այդպես իրենք սիրում են, չէ՞, այսօրվա այդ իշխանությունը խոսալիփն իրանք անկախության, ինքնիշխանության կողմնակից են, ուշադիր չեն դարձնում ինչ են անում։ Իրական Հայաստանի։ Հա, ինչ են անում, տեսեք։ Անկախության հռչակագիրը հանում են, ուզում են հանել։ Հա, ձևեր են թափում, որ դե տեսնենք եսիմինչ պարզ է Ադրբեջանի վերջնագրով, այդտեղ երկու կարծիք լինել չի կարող։ Երկրորդը, իրական Հայաստանը, այդ ինչ իրական Հայաստանը։ Դա սովետական Հայաստանն է։ Սովետական Հայաստանի սահմանները իրենք ընդունում են որպես միակ լեգիտիմ եւ դրանով իսկ սովետական Հայաստանը ընդունում է որպես միակ լեգիտիմ հայկական պետություն, որովհետև տեսեք առաջին հանրապետությունը ուրիշ սահմաններ ունի, երրորդ հանրապետությունը փաստացի ուրիշ սահմաններ ունեն, իրենք այս բոլորը դուրս են անում, ասում են սրանք իրական Հայաստաններ չեն, սրանք լեգիտիմ չեն, միակ լեգիտիմը սովետական Հայաստանն է։ Եվ այսպես շարունակ, երբ որ մենք նայում ենք ավելի ուշադիր ոչ թե խոսքերին, այլ քայլերին, գործերին, մենք տեսնում ենք,
որ process-ը գնում փաստորեն անկախության հիմքերի կազմակերպման եւ ըստ էության Հայաստանի անկախության հարցն է դրված եւ Հայաստանի անկախության կազմակերպման այս process-ը եթե նայենք էությանը ոչ թե նրան թե ուրեմն որ կողմեն մեզ ուզում շեղեն այս թեմաներով Հնարավոր է որ այս տեմպերով մի օր դառնանք ասենք Էրմենիստան վիլայետ Դե այստեղ ես կարծում եմ տվյալ դեպքում նախագիծը ավելի շուտ ոչ թե Էրմենիստան վիլայետն այլ գուբերնիայի պրոյեկտն է, որը այդ պրոյեկտը ոչ միտեղ չի կորել։ Այսինքն այս ամբողջ ինչը որ մենք վերապրում ենք վերջին առնվազն 2016-ից սկսած պատերազմի սկզբից, սա հոմենակ հայ-ադրբեջանական թեմա չի։ Սա մաս է մեծ պրոյեկտի, որտեղ ռուսական կայսրությունը ուզում է նախկին սովետական միության տարածքում վերականգնի իր նախկին այդ գերիշխանությունը, տարբեր անուններ այնտեղ կարող են այդ պրոյեկտներին տրվել միութենական պետություն եւ այլն այս իմաստով եւ Ուկրաինայի պատերազմը եւ Ղարաբաղի պատերազմը մեծ հաշվով այդ կոնտեքստում են հասկանալի միայն դա է բանալին ուղղակի քանի որ Ուկրաինայում պատերազմը երկարեց այստեղ ժամանակավորապես ոնց որ դադար տվեցին այդ պրոյեկտին որովհետեւ 2022 թվականին եթե հիշեք հենց որ ռուսական զորքը մտավ Ուկրաինա Այստեղ մարտին, փետրվարին մտան, մարտին այստեղ խոսակցություններ չսկսվեցին, ել չգիտեմ, այն Թաթարստանի խոսակցությունը, ել չգիտեմ, Միութենական պետության խոսակցությունը, հետո մեկ էլ ստոպ տվեցին, ինչի ստոպ տվեցին, որովհետև ռուսները նախատեսում էին, որ կարճ պետք է տևի Ուկրաինայում գործողությունը։ Մինչև մարտի 1-ը։ Այո, իրանք Ուկրաինայի հարցը պետք է լուծեն, հետո գալու են ստեղ, որտեղ Ուկրաինայի հարցը պարզ է, իրանց համար առաջնային ամենամեծ կտորն է։ Պետք է գան այստեղ, արդեն այստեղ հարցերը լուծեն, քանի որ այնտեղ երկար է, ժամանակավոր այստեղ պաուզա տվեցին Բայց հիմա կարծես վերաակտիվացում կա, իդեպս վերջերս էլի մոտ մի շաբաթ առաջ կարծեմ Լավրովը հանդիպել էր դեսպանների հետ սովետական երկրների հիմնական ինֆորմացիան շատ քիչ է, բայց չնշվեց ինչ դեսպաններ, բայց այդտեղ եւ Հայաստանին ներկա եւ Ադրբեջանը եւ իրենք նոր այսպես նոր պրոյեկտ կամ նոր անուն են դրա տալիս այդ նույն պրոյեկտին եվրասիական հիմա վախենամ Լավ չեմ եվրասիական ինչ, բայց ոչ թե այն ԵԱՏՄ-ն որ կա եվրասիական տնտեսական միություն, այլ արդեն քաղաքական իմաստով եվրասիական անվտանգային ինչ որ դաշինք եւ այլն եւ այլն։ Սա այս նույն պրոյեկտն է, այսինքն հիմա ֆեդերացիա ասա։ Ինչ որ տենց մի բան, սա այս նույն պրոյեկտն է, այսինքն այս միտումը ամբողջ դա է։ Հիմա ես չեմ կարծում անկեղծ ասած, որ հիմա մեր թիվ 1 վտանգը գալիս այդ վիլայեթացումից, որովհետեւ դա էլ կա, բայց թիվ 1-ը այս պահին եւ մնում է եւ միշտ էլ է այս վերջի տարին Այդ գուբերնիայի պրոյեկտն է միութենական պետություն անունը կդնեն եվրասիական դաշինք, դաշնակցություն կարևոր չի։ Սա է, էսա տանում եւ եթե մենք նայենք մեր իշխանության քայլը արտաքուստ ինքնիշխանություն, անկախություն, չգիտեմ ինչ խոսալով իրանք ըստ էության հիմքն են նախապատրաստում դրա։ Անկախության հռչակագիրը հանեցինք սովետական Հայաստանի սահմանները ճանաչեցինք մի լեգիտիմ ինչ եղավ վերադարձանք որթիվ 87 թվական անկախության հռչակագիրը հանեցինք որտեղ այնտեղ Արցախյան շարժումից հրաժարվեցինք դա էլ չէ ասում Ուր վերադարձանք 1987 թվական, այսինքն ուղիղ դեպի սովետական Հայաստան։ Հիմա երբ լսում ենք եւ փոքր-ինչ անալիզ ենք անում, այդ ասածը, որ սահմանադրությունները լեգիտիմ չի։ Ստացվում է, որ 18 թվականից իշխանության եկած իշխանությունը լեգիտիմ չի, որովհետեւ առնվազն ընտրություններ է անցկացրել այդ սահմանադրության համաձայն եւ այդ ընտրությունները լեգիտիմ չեն։ Ընդամենը։ Շատ մակերեսային եւ պրիմիտիվ ուղղակի։ Ճիշտ եք ասում, ուղղակի ես էլի չեմ ուզում մենք շատ այդ կողմը շեղվենք, որովհետեւ իրենք ուզում են խոսակցությունը այդ կողմ շեղացնեն եւ մոռացնել տալ կամ երկրորդական դարձնել, որ իրանք հիմա կատարում են Ադրբեջանի ուլտիմատիվ պահանջան, որոնց դե ուլտիմատիվը շատ կարևոր է, որտեղ շատերը տենց են համարում, որ դեքան որ ռազմական գործողություններ չկա, ուրեմն պատերազմ կամ թշնամանք Հայաստանի դեմ չկա, այդպես չի։ Ռազմական գործողությունները դա պատերազմի մի մասն է ընդհանրապես։ Բայց եթե ուժի սպառնալիքով, փաստացի սա ուժի սպառնալիք Ադրբեջանը ասում է, խաղաղություն չեմ ստորագրի, քանի դեռ SS ինչ պահանջներ չես կատարի, անկախություն հռչակագրից չես հրաժարվի, օրինակ, ընդեղ էլի պահանջներ կան։ Եվ դա փաստացի էլի պատերազմ է, որտեղ ինքը ուժային սպառնալիքով է դա քեզ պարտադրում։ Հիմա ստեղ իրանց խնդիրն է այնա, որ իրանք այնպես ձևակերպեն, որ իբր իրանք տես ներքին որոշմամբ են եկել այս ամեն ինչին, այլ ոչ թե Ադրբեջանի պարտադրանքով։ Թե չէ ճիշտ եք ասում, իրանց այս սահմանադրությունը չով է խանգարել։ Շատ լավ է սահմանադրությամբ եւ ընտրվել են, եւ լիազորություններ են ստացել, եւ այդ վարչապետական համակարգը, եւ պարլամենտական համակարգը ամեն ինչով լիուլի օգտագործել են, անցել է քանի տարի։
2018-ից արդեն 7 տարի անցել է, հանկարծ հիմա հիշում ենք, որ լեգիտիմ Ուղիղ 7 տարի։ Հա, իդեպ ապրիլին է լրանում։ Այդ ճիշտ է, իրանք ասում են դե մենք 2018-ից process ենք սկսել համանadrության փոփոխության, հա, հանուն արդարության ինչ որ process սկսել էին, հետո չիմացանք դա ինչով ավարտվեց, կարծում եմ COVID-ը սկսվեց եւ այլն, հետո պատերազմ, հարց չկա, բայց մենք չգիտենք իրանք այդտեղ ինչ էին նախապատրաստել, ոչ ոք չգիտի։ Իրանք ասենք այդտեղ ինչ փոփոխություններ էին անում, ինչ չէին անում, անկախության հռչակագրից հրաժարվում էին, թե չէին հրաժարվում, դա մենք չենք իմանա, փաստն է, նա որ այսօր ինչքան էլ իրանք ասեն, որ նախկինում սկսել են, դա կապ չունի։ Այսօր կոնկրետ Ադրբեջանի վերջնագիրն է եւ ոչ թե սահմանադրության լեգիտիմության հարցը եւ այլն եւ ել եմ շեշտում Հայաստանի մենք պետք է հասկանանք որ սա դրվում է Հայաստանի անկախության հարց հանում ենք անկախության հռչակագիրը ես հարց եմ տալիս թող ինձ պատասխանեն նաեւ իրավաբանները ինչ է մնում մեր պետության տակ ինչ իրավական հիմքերով է մնում Հայաստանի Հանրապետություն եթե թիվ 1 իրավական հիմքը անկախության հռչակագիրը տակից հանում ենք կամ եթե իրանք սահմանադրությունից լավ ասում են սահմանադրությունից կհանենք հիշատակումը սահմանադրությունից հանեցինք ենթադրենք հիշատակումը ինչ ենք անելու այդ անկախության հռչակագրի այդ ընդեղ էլա չէ պատմության թանգարանում ենք դնելու ինչ պետք է անենք դա էլ դրանից է պետք է հրաժարվենք որտեվ Ալիևը վաղը կասի բայց սահմանադրությունից հանել եք բայց ինքը մեկը մնում է չէ որպես փաստաթուղթ իրավական եւ ինքը ասում է ինքը իդեպ իրանք շեշտում են իրանք մենակ սահմանադրությունը չեն ասում սահմանադրություն եւ այլ իրավական փաստաթղթեր այնպես որ սահմանադրությամբ էլ մենակ չեն պատցնի Որոնք են այդ իրավական փաստաթղթերը ըստ ձեզ, հա, ըստ ձեզ։ Իրանք ասենք մտածենք օրինակ կա 92 թվականի կարծեմ Գերագույն խորհրդի էլի այն ժամանակ Գերագույն խորհուրդ էր, չէ՞ դեռ, հա, որոշումը, չէ՞, որ Հայաստանի որևէ ղեկավարություն չի կարող ստորագրել որևէ թղթի տակ, որ Արցախը ճանաչի Ադրբեջանի կազմում։ Այդպեսի որոշում է եղել Գերագույն խորհրդի։ Էլի կարող է ինչ-որ բաներ լինել։ Իրենք այդ ցանկը ունեն եւ ես ենթադրում եմ, որ իրենք կարող են այդ ցանկը անվերջ դարձնել։ Այսինքն ինչքան որ իրենց պետք է ձգել ժամանակ, մինչև որ իրանք համարեն, որ պատրաստ են արդեն հաջորդ ուժային ռազմական արդեն գործողության Հայաստանում, իրենք անվերջ այդպես կարող է միացած իրավական փաստաթուղթ ասի, այսօր սահմանադրություն ասի, վայ, մի րոպե, բա այն Գերագույն խորհրդի որոշումը, բա անկախության հռչակագիրը, բա այս, անվերջ թվում ինքը կարող է այս փաստաթղթեր հանի ու դնի ասի, տեսեք, այս փաստաթղթում դուք օրինակ Լեռնային Ղարաբաղի մասով էս ինչ բանն եք արել։ Դրա համար իրանք նշում են, բայց չեն նշում որ անորոշում են այդ ցանկը։ Որտեղ դրանք իրենց նպատակը բնականաբար Հայաստանի հետ խաղաղությունը չի, սա է կարևորը։ Ամենակարևոր այս ընթացքում գործընթացներից եւ հայտարարություններից մեկն էլ այն է, որ Արցախյան շարժումը վերջացած է, այլևս չկա, բայց դե ֆակտո կան արցախցիներ, որոնց հարցը լուծված չէ, որոնք այսօր որ շարժում են նախաձեռնել, պահանջներ ունեն եւ նրանց նկատմամբ նաեւ այդ օգնությունը 40+10,000 դրամների օգնությունն է վերացված ըստ ձեզ իշխանությունը այնքան ուժ եւ հնարավորություն ունի որ դե ֆակտո էլ դե յուրե ասենք թե վերացնում է դե ֆակտո էլ վերացնի այդ շարժումը տեսեք հենց դա չէ որովհետեւ այս նույն տրամաբանություն մասն է Արցախի շարժումից էլ հրաժարվել անկախության հռչակագրից հրաժարվել վերադառնալ սովետական Հայաստանի սահմանին, որտեղ Արցախյան շարժումը ինչ էր, որ հատկապես մի քիչ մեր սերունդը, իմ սերունդից մի քիչ ավելի բարձր տարիքներով կհիշեն, դա մենակ Ղարաբաղի հարց չէ։ Ղարաբաղի հարցից սկսվեց։ Ղարաբաղի հարցը առիթ է։ Էկոլոգիայի հարցից։ Էկոլոգիայից նույնիսկ շատ ճիշտ եք ասում։ Էկոլոգիան Աբովյանի քիմիական այդ բաներից ինքը շարունակվեց, վերածվեց անկախության շարժումը, որքան էլ մենք հիմա մանավանդ հետադարձ նայում ենք, հասկանում ենք, որ այդ անկախության գաղափարը մինչև վերջ լավ չհասունացվեց, չձևակերպվեց եւ դրա համար էլ հետագայում մենք ըստեյության այս վիճակում հայտնվեցինք, բայց միևնույն է, գոնե արտակուստ ինքը ձևավորվեց, ձևակերպվեց ու շատ արագ։ Ղարաբաղյան հարց ընդամենը մեծաշուտ մենակ Ղարաբաղյան մի 2 շաբաթ էր փետրվարի, ասենք 20-ից մինչև մարտի 1 Դրանից հետո երբ որ Սումգայիթյան ջարդեր եղան, երբ որ ռուսական զորքը մտավ Երևան, այնտեղ են շատերը մոռանում, ռուսական զորքը Երևան էր, չէ՞ մտել Կամենդանսկի, այդ ոնց է Կամենդանսկի չաս, Պարետային ժամ եւ այլն։ Եվ այդ պահից սկսած արդեն այդ շարժումը սկսեց վերածվել աստիճանաբար անկախության շարժման, անկախության հարցը այդպես դրվեց, ձևակերպվեց, որտեղ ով որ հիշում է 87 թվականի դրությամբ, դες փոքր եմ եղել, բայց մոտավորապես հիշում եմ 87 թվականի դրությամբ Հայաստանում մեկին ասել Հայաստանը անկախանա, քեզ գժանոց կտանեին կներեք 1000-ից։ Շատ քիչ էին մարդիկ,
որոնք հավատում էին այդ անկախությանը, բայց հանկարծ 2 տարվա մեջ ժողովրդի մեծ մասը հասունացավ այդ անկախության գաղափարի սեփական փորձից, տեսնելով, որ իրականում իր եւ Մոսկվայի շահերը չեն համընկնում։ Եվ հրաժարվել Արցախյան շարժումից նշանակում է քո անկախությունից էլ հրաժարվել, որտեղ անկախությունն է այդպես ձևակերպվել։ Եվ շատ ուրիշ բաներ, իդեպ, այդտեղ նաեւ շատ կոնկրետ հետևանքներ կան։ Արցախյան շարժումից եք հրաժարվում։ Հայաստանի էլիտայի զգալի մասը, եթե ոչ մեծ մասը, դարձ քաղաքական էլիտա է, իրանք այդ դիրքերը զբաղեցրել են, միայն նրա շնորհիվ, որ իրանք ժամանակին ժողովրդին ասել են, որ մենք Արցախը եւ Հայաստանը իրար միացնելու ենք։ Այդ բոլոր մարդիկ դարել են, չգիտեմ, նախագահներ, նախարարներ, տարբեր պաշտոններ են զբաղեցրել, միայն այդ պատճառով իրենցից ոչ մեկը չեղել է ժառանգական քաղաքական գործիչ կամ էլ եւ այլն։ Այսինքն Հայաստանում եթե չլներ նաեւ այս քաղաքական համակարգը չէր ձևավորվի։ Կձևավորվեր, ասենք ոնց Ադրբեջանում, ասենք մի հատ կոնկուրս անունը կփոխեր, ինչ որ մի հատ տենց պետություն կլիներ կիսա ավտորիտար, եւ նույն Նիկոլ Փաշինյան եւ իրանք էլ չէին լինի, որտեւ այդ միտինգային մշակույթը, ժողովրդական շարժումների մշակույթը նույնպես այդ ժամանակ ձևավորվեց։ Իրենցից ոչ մեկը ոչ մի շանս չէին ունելու։ Եթե իրենք ուզում են Արցախյան շարժումից հրաժարվել, պետք է ամեն ինչից հրաժարվեն։ Պետք է հրաժարվեն անկախության գաղափարից, որը այդտեղ ձևավորվեց, ձևակերպվեց, պետք է հրաժարվեն ժողովրդավարությունից, պետք է հրաժարվեն ընդհանրապես ժողովրդականությունից, այդ Արցախյան շարժումից հրաժարվել, մենակ Արցախը չի։ Էլ չեմ ասում, իսկ ինչպես են իրանք ընդհանրապես, ինչպես է դա հնարավոր։ Ուրեմն, էս էլ ասեմ, Արցախյան հարցը ձևակերպել է հայ ժողովուրդը, որտեղ ժողովրդական շարժումներ, չէ, զանգված են շարժումներ, ոչ պարլամենտը ընդհանրապես ճնշման տակ ժողովրդի, օրինակ 89 թվին այդ որոշումը ընդունվեց, այն վաղտեղ կոմունիստական պարլամենտ էր։ Ժողովուրդը բերում է իշխանության այդ շարժմանը։ Ժողովուրդն է դա ձևակերպել, դա չի կարող որևէ մեկը թեկուզ ամենահզոր դիրք զբաղեցնող մեկը ասի դա բան եմ անում, չեղարկում, չէ։ Ժողովուրդն է ձևակերպել, ժողովուրդն էլ միայն կարող է դա չեղարկել, այդ ժողովրդական պահանջ կոչվածը ինքը ամենախորն է, չէ, ժողովրդին է պատկանում իշխանությունը։ Ժողովրդական պահանջը ոչ պարլամենտը կարա չեղարկի, ոչ վարչապետը, ոչ նախագահը, ոչ ոք, ոչ սահմանադրական դատարանը, դա հիմքերի հիմքն է։ Հայ ժողովուրդը թող կանգնի ոտքի, 2 տարի միտինգ անի, ասի ես ուզում եմ հրաժարվեմ Արցախյան շարժումից, նոր այդ ժամանակ համարժեք կլինի։ Թե տենց ուղղակի դեկլարատիվ դա հնարավոր չի հրաժարվել։ Ոնց է հրաժարվում։ Այդ պահանջը եղել է։ Այդ հայ ժողովուրդն է դրել, են դուրս ղարաբաղցիները չեն դրել մենակ։ Էդ էլ են հիմա մոռանում, օրինակ կներեք, ասենք այդ Արսեն Թորոսյանը ինչ է իրենց հիմա падգամավոր է, չէ՞, մոտներ այդ նախկին առողջապահության նախարար, բանա օրը մեջ ստատուս է գրում Facebook-ում։ Գրել էր թե բա հայաստանցիները Ղարաբաղի համար էս են արել, են արել, են արել, հայաստանցիները Ղարաբաղի համար չեն արել։ Հայաստանի բնակչությունն է 2 տարի ոտքի կանգնած պահանջել, որ Ղարաբաղը Հայաստանի հետ վերամիավորվի, Հայաստանի բնակչության մեծ մասը։ Այսինքն Ղարաբաղի համար չես անում դու այդ դեպքում, դու քո համար ես անում, քո պահանջի իրականացման համար ես անում։ Այսինքն Հայաստանի անկախությունը Ղարաբաղի համար է։ Չհաստատում, եթե իրանց լոգիկով գնաս, հա տենց է ստացվում։ Բայց իհարկե այդպես չէ։ Եվ այդ անկախությունը չարիք դարձավ։ Թե Արցախի այդ եմ ասում, թե Արցախի անկախություն ճանաչել ինչ որ հանրապետություն, թե չարիք դարձավ էլի։ Գիտեք, սկզբնական պահանջը բոլորս հիշում ենք միացումն էր։ Թե հետո երբ ոնց վերացեցին դա Արցախի անկախության, ինչի համար վերացեցին դա, արդեն իհարկե շատ հետաքրքիր հարց է, որը մենք իհարկե հետադարձնելով շատ բան այլ պետք է հասկանանք, որովհետև այդ Արցախի անկախություն հռչակելը միացման փոխարեն, որ այն ժամանակ ցույց դիվանագիտական քայլեր ներկայացում, չգիտեմ, ինչ որ խաղում եւ այլն, ըստ էության դա հիմքեր է ստեղծում հետագայում այդտեղ ռուսական խաղապահ զորք բերելու։ Այդ առանձին երևի թեմա է երկար։ Այսինքն Արցախի անկախություն որպես այդպիսին թեզը առաջ է քաշվել առաջին նախագահի կողմից։ Դա 91 թվականին էր կարծեմ, չէ՞։ 92։ Մի խոսքով առաջին նախագահի պաշտոնավարման ժամանակաշրջանում առաջ է քաշվել Լևոն Տեր-Պետրոսյանի կողմից։ Հետագայում բոլոր նախագահները այդ թեզը պաշտպանել են, առաջ են մղել։ Դուք ինչ եք կարծում, դա շինծու թեզ էր, թե պլանավորված էր, այսօրվա օրվա պլանավորվածությունը կար։ Հայացքով երբ որ նայում եմ, իհարկե այդտեղ շատ բաներ կան, պետք է ստուգել, հասկանալ, մենք այդ նյութերը պետք է նաև նայենք, բայց այսօրվա հետադարձ արդեն հատկապես հայացքով, երբ որ այս ամեն ինչը տեղի ունեցավ, այո, ես ենթադրում եմ, որ դա
այդ հրաժարումը միացման գաղափարից պատահական չէր եւ արտաքուստ թեկուզ բացատրվում էր տես դիվանագիտական ինչ-որ տակտիկական խաղով, բայց եթե մենք նայենք դա ապագայի համար, քանի որ կայսրությունները միշտ պլանավորում են իրենց ապագա վերադարձները, կայսրությունները երբ որ նահանջում են, իրենք երբեք չեն նահանջում վերջնական, եւ ռուսական կայսրությունը նույնպես նահանջելով դեռ 90-ականին ինքը պլանավորում էր, որ ինքը ուշ թե շուտ վերադառնալու համար իրան կռվաններ էին պետք։ Եվ այդպիսի կռվաններից մեկը հավանաբար իրենք պատկերացնում էին, որ եթե ոչ թե միացման գաղափարը, որ հայկական գաղափար է, փոխարինենք կեղծ անկախության գաղափարը, որտեղ երբեք էլ Արցախը իրականում անկախ չէր, մենք հասկանում ենք բոլորս դա բաներ, վերադարձի համար, իրենց համար որոշակի պլազդար, որոշակի կռվան ստեղծել եւ այդ լոգիկայի մեջ մենք կարանք ավելի խորանանք նայենք օրինակ իսկ ինչու իրականում Շուշին, որի ազատագրմամբ մենք այդքան հպարտանում էինք, ինչու Շուշին չվերակառուցվեց, չդարձավ իրական կենտրոն եւ մայրաքաղաք Արցախի, չէ՞ որ երբ որ ինքը այդ դժգույն քաղաք բանը արտասանեց, դա շատ սխալ տեղի ինքը ասեց, բայց դրա մեջ եկեք ընդունենք ճշմարտության հատիկ կար, Շուշին չէր վերակառուցվել, չէր սարքվել իրական հայկական քաղաք, որ դու գնում ես Շուշի, դու այնտեղ նույնիսկ 2018-ին եմ ես վերջին անգամ եղել, այդ ոնց որ թուրքի հոտը այդտեղից դեռ կար այդ տները եւ այլն եւ այլն, այդ էլ այդ լոգիկայի մեջ ինչու չեն վերակառուցել, այսինքն ենթադրել են, որ երբ որ կայսրությունը վերադառնա, այդ Շուշին նույնպես պետք է իրենք այդ հարցը այդպես լուծեն, ոնց որ լուծեցին։ Նույն ազատագրված տարածքները մի պահ որոշ մասը վերաբնակեցվեց Խարվաճարը եւ Բերձորը, բայց մնացածը թողվեց այդպես եւ այն Խարվաճարն ու Բերձորն էլ էլի շատ քիչ բնակչություն է։ Պատկերացեք, եթե պատերազմի ժամանակ այնտեղ ոչ թե 3000 մարդ ապրել, այլ ասենք 30000, լրիվ ուրիշ թեմա էր դառնալու։ Այսինքն այո, հավանաբար այստեղ այս քաղաքականությունը պատահական չի եղել, ես կարծում եմ, որ չի եղել, բայց դա ապացուցելու հիմնավորելու համար ավելի շատ արդեն պատմաբանները պետք է արխիվային նյութով նաև աշխատեն, փորձեն վերլուծել։ Մենք հիմա քաղաքականով ենք խոսում։ Քաղաքականով նախնական, այո, ես կարծում եմ, որ դա պատահականություն չի եղել, այդ քաղաքականությունը միտում է եղել այդտեղ, մտածված է եղել, ենթադրելով ռուսական կայսրության վերադարձ եւ նախապատրաստելով այդ դրա հիմքերը, ոնց որ եւ 2020-ին եղավ արդեն։ Ռուսական կայսրության վերադարձի, ռուսական կայսրության վերականգնման ավելի շատ sense նշենք մասին, անթակույց խոսել է Վլադիմիր Պուտինը, իր մի արտահայտությամբ G7-ի թե G20-ի այդ սամիտի ժամանակ, որ ինքը 20-րդ դարի մեծագույն պատմական սխալ է համարում, ողբերգություն է համարում խորհրդային միության փլուզումը եւ դրանով սկիզբ է դրվել կայսրության վերականգնման։ Այնպես որ ձեր ասածը ամբողջությամբ այդ տրամաբանության մեջ մտնում է, բայց մի բան ասեցիք, որ Արցախյան շարժումը ժողովուրդն է ստեղծել, ժողովուրդն է դրա ծնողը եւ ոչ ոք իզորու չէ եւ իրավունք չունի այդ շարժումը ավարտել, շարունակել բացի ժողովրդից, բայց նայեք մի այդպիսի հայտարարություններ լինում եւ ժողովուրդը լուռ է։ Ճիշտ եք ասում, բայց կներեք մեր ժողովրդին այս վերջի արդեն 5 տարի է շուտով լրանում պատերազմի ավարտից հետո, էլի մեր ժողովրդին ըստ էության քաղաքական էլի պլանավորված ըստ էության քաղաքականությամբ հասցրել են բավականին ապատիկ եւ կամազուրկ վիճակի։ Դա քաղաքական տեխնոլոգիա է, որը կարողանում են կիրառել, այդքան բարձ չինենք, ստեղծել են երկբևեռ համակարգ, բոլորս դա տեսնում ենք։ Երբ որ նոյեմբերի 9-ի այդ փաստաթուղթը ստորագրվեց, եթե մենք հիշենք, մեր հասարակության առաջին ռեակցիան, դա շատ բացասական ռեակցիա էր մեծ մասի մոտ։ Այդ թվում նույնիսկ ես հիշում եմ անձամբ մարդկանց մոտ, որոնք հիմա այս իշխանության կողմնակից են, այս կամ այն ձևով, ուղղակի կամ ուղղակի խոստովանում են կամ չեն խոստովանում։ Բայց ինչ արեցին։ Իրենք փրկեցին փաստորեն Նիկոլ Փաշինյանին, բերելով նրա դեմ այդ ուժերին, որոնց բերեցին եւ որոնց մինչեւ հիմա խաղացում են որպես իբր հիմնական ընդդիմություն, ստեղծեցին այդ քաղաքական համակարգը, որտեղ քո ընտրությունը, որը կեղծ ընտրություն է, ընդհանրապես պետքա լինի Նիկոլի կամ ինչ որ մի հատ բոբոյի միջև, չգիտեմ, Ռոբակալնի Քոչարյան, թե հիմա Վարդան Ղուկասյանին են Գյումրիում խաղացում նոր բոբո են սարքում, որ ավելի վախենալու լինի, մի քիչ ին բոբոները մաշվել են։ Այն էլ կոմունիստական կուսակցության։ Հա, կոմունիստական, այսօր էլ խոսել է, ասում են ինչ որ միութենական պետությունից, բանից եւ այլն էլի։ Այսինքն իրանք սա սարքում են, երբ որ իրանք սա սարքում են մեզ բոլորիս հասարակության մեծ մասին, խաղից դուրս են անում։
Այսօր նույնիսկ բաները ցույց են տալիս, չէ՞, սոցիոլոգիական հետազոտությունները, ասենք իշխանություն ունի 10% քանի ռեյտինգ, բայց առաջին տեղն է 10% քանի ռեյտինգով, հետո գալիս են մյուսները։ Այսինքն, այդ մնացածը, մեծ մասը հասարակության, այս բանից դուրս է։ Հադրներություն։ Հիմա մեզ այս վիճակի մեջ գցեցին աստիճանաբար եւ մաշացնելով, տեսեք, դոզա ավելացնելով։ Եթե օրինակ 2021 թվականին դեռ օրինակ Արցախը կար եւ մարդիկ չէին պատկերացնում այդ վերջնական անկումը, եղան դեպքեր, 1-2 հարձակումներ, սահմանային միջադեպեր, հարցեր եւ անընդհատ մարդը չի կարող 5 տարի ստրեսի մեջ ապրել։ Անընդհատ այդ դոզան ավելացնելով մեզ սովորացրեցին, ոնց էլ են գործի, որ գերմանջերի մեջ դնում են, աստիճանաբար որ տաքացնում ես, ինքը չի զգում։ Հիմա մեզ այս դոզա արդեն հասցրել են վիճակի, որ մեծ հաշվում ինչ էլ լինի, այլ ռեակցիա չկա հասարակությունից, որովհետև հասարակությունը չի կարող անվերջ այդ ստրեսի տակ ապրել, բաց այդ քաղաքական գործիքներ, եթե ունի էլ, դրանք պահվում են, քանի որ ռեսուրսները այն երկու բևեռի ձեռն են եւ արտաքին հովանավորությունը այնտեղ է, այստեղ ինչ որ մնում է, ասենք հայկական հիմքով ուժեր, նրանք մնում են ըստ էության, ասենք ավելի sense լուսանցքային դաշտում, որովհետև այդ համակարգը մինչև չջարդվի, մնացած ամեն ինչը չլինի եւ մի բան էլ այդ իրանց հակադրությունը, եթե մի քիչ ուշադրին մի կեղծ հակադրություն է, ինչի շուրջ է իրանց հակադրությունը։ Օրինակ որ հարցնես նոյեմբերի 9-ի մասին, ասենք այդ փաստաթղթին ո՞նց են վերաբերվում։ Իշխանությունը չի գործում այդ փաստաթղթը վաղուց, բայց չգիտես ինչի Հայաստանի ստորագրությունը դրա տակ կա։ Իշխանությունը չի Հայաստանը չի հրաժարվել չի հրաժարվում, այո։ Իշխանությունը չի հրաժարվում, ընդդիմության կողմից պահանջ կա հրաժարվել, չկա, որ հարցնում ես ինչ որ անորոշ ցրողական պատասխաններ են տալիս։ Իրանք այդ կոմպրոմիսի մեջ են, Հայաստանի պարտության կոմպրոմիսի մեջ են, որ հարցում որ խորանաս, ինչին են իրանք իրականում դեմ։ Օրինակ որ հարցնում ես այս խաղաղության այսպես կոչված այդ պայմանագրի հետ կապված։ Ինչին եք դեմ։ Դե մեծ հաշվով իրանք ասածը հետևելն է։ Մենք կգանք Նիկոլի փոխարեն ավելի լավ կբանակցենք։ Իրենք մեկը ասում է խաղաղության դարաշրջան, մյուսը ասում է արժանապատիվ խաղաղություն։ Օրինակ Քոչարյանից 21 թվի կարգախոսներ, հետո այդ կարգախոսը մյուս ընդդիմադիր շարժումներ վեցին, ո՞րն է դրանց տարբերությունը։ Հստակ ժողովրդին չի ասում ժողովուրդ ջան, քոդեն վարվում է պատերազմ, շարունակում են վարել, պարտադրված պայքարը, դու պիտի պատրաստվես քո անկախության համար պարտադրված պայքարի։ Ոչ, իրենք ասում են վատ դիվանագիտություն անում, կգանք ավելի լավ ինչ դիվանագիտություն։ Այս հարցը ճիշտ է, եթե խոսենք։ Ժողովրդին պիտի բացատրես դու կարող ես քեզ պաշտպանել միայն եթե նորից վերածվես ուժային գործոնի։ Այս հարցը չի դրվում, վախենում են այդ հարցը դնել, որտեղ վախենում են ոչ պոպուլյար լինել, բայց դա արդեն չկա քաղաքականություն, եթե դու վախենում ես։ Եվ բոլոր հարցերում, եթե գնանք սահմանների հարցում, ինչ խնդիր ունեն իրենք Նիկոլի հետ։ Ասում են, ասենք սահմանազատմանը դեմ ենք, ինչի են դեմ։ Լավ սահմանազատում չի անում։ Այսինքն հարցը մենակ լավ ու վատն է, թե հարցը այն է, որ ընդհանրապես ինչ սահմանազատում, երբ որ կոդեն պատերազմ են վարում, եւ ով ասեց, որ սովետական Հայաստանի սահմաններն են միակ լեգիտիմ սահմաններ, այս հարցերը կասկածի տակ դնում են, չէ, տեսնում ենք, որ գաղափարական ընդհանրություն ունեն, դրա պատճառով այդ որսեն սուր մեկ-մեկ իրար դեմ խոսում են ընդհանուր մինչև հայոյանքներ։ Դա հենց կոչված է թաքցնելու, որ իրականը չկա։ Հա, որտեղ իրականը որ չկա, քաղաքականության մեջ հայոյանքը որն է, փողոցում չենք, փողոցում է ասում։ Քաղաքականության մեջ սրությունը հայոյանքով չի, սրությունը հարցերը սկզբունքորեն դնելով է։ Իսկ իրենք ստեղծում են այդ պատրանքը, մեկը մյուսին, չգիտեմ, դավաճան 5-րդ շարասյուն է, ձեր ասած ճիշտ շփրտել, քֆուր տալ եւ այլն, իբր սուր հակադրություն կա, որպեսզի թաքցնեն, որ իրական ոչ մի հակադրություն չկա։ Բոլոր էական հարցերը նույնն են։ Եվ իրանց խնդիրն է հիմա 2026-ին վերարտադրել ոչ թե մենակ իշխանությունն է այդ խնդիրը, այլ ամբողջ քաղաքական համակարգը։ Իրենք ուզում են ոնց որ այսքան տարի խախանդ իրականում իրար հետ ջանջիգարով պարլամենտում ապրել են, նույն ձևի շարունակեն, էս է իրանց խնդիրը եւ ասեն ոչ մի շանս չկա մեր դեմ։ Տեսեք, Նիկոլին չեք ընտրում, Վարդանիկն է Գյումրի ընտրվում, Վարդան Ղուկասյանն է Գյումրիում ընտրվում, նրանք էլ ասում են, տեսեք, հանուն Նիկոլի դեմ կարելի է նույնիսկ Վարդան Ղուկասյանի պես օդիոս կերպարին ընտրել ու սենց այդ խաղը իրանք պասերով տալիս են, էսա իրականությունը։ Քիչ առաջ խոսեցիք սահմանազատումից, ուղիղ 1 տարի առաջ այո, 1 տարի էլ լրանում է խայտարակ գործընթացներ ընթանում Տավուշի գյուղերում, իրանց ոսկեպար Բերքավան, Բերքաբեր, հա, եւ դուք մարտական եղբայրություն միավորումը այնտեղ գնացիք, որ ինչ որ ձևով խոչընդոտեք եւ հայտնվեցիք ոստիկանական բաժանմունքներում։ Հիմա նայեք, տանում ենք այդ զուգահեռը, ժողովուրդը
փոքր ինչ ուզում է ակտիվանալ, ոստիկանական բաժանմունքները չեն հերիքում։ Ուղղակի ֆիզիկապես չեն հերիքում, արդեն տարբեր շրջանների մոտակա քաղաքին մոտակա բաժանմունքներ են տանում, մեծ մասին է Աբովյան էին տարել։ Այո, հիմա ելքը որտեղ եք տեսնում, ոնց ինչպես եք տեսնում։ Այդ ոսկեպարի դեպքից շատ կարճ սկսեմ, խնդիրն է, որ մենք ոչ թե այդտեղ հայտնվեցինք, երբ որ սահմանազատումը սկսվեց, ինչպես շատ այնտեղ մարդիկ այդպես հայտնվեցին։ Մենք այդտեղ դեռ 2023 թվականից, այսինքն նախորդող տարվանից սկսած գործ էինք անում, այդտեղ բան էինք սարքել, պոլիգոն էինք սարքել, մարդկանց էինք, որտեղ պարապմունքներ էին անցկացվում, դեռ այդ սահմանազատման թեմա չկար ընդհանրապես։ Ու տեսականորեն կարելի էր ենթադրել, որ մի օր կլինի, բայց չկար։ Այսինքն մենք այդտեղ կոնկրետ գործ էինք անում եւ կոնկրետ պարտականություններ ունեինք մարդկանց նկատմամբ եւ երբ որ մենք այդտեղ գնացել ենք այդ պայմանագիրը կնքել ենք այդ նոյեմբերյանի քաղաքապետարանի հետ էլ, որպեսզի այդ ամեն ինչը բան լինի, երբ որ մենք գնացել ենք, դե մարդիկ միանգամից մեզ տես ջանջիկերով չեն ընդունել։ Երևանից եկել ենք ստեղ ինչ որ բան անելու։ Մենք այդտեղ երբ որ խոսակցությունը բացվել է, երբ որ իրենք ասել են, երբ որ մեր մոտ ինչ որ ճգնաժամային իրավիճակ կլինի, դուք այստեղ կլինեք, թե չէ։ Մենք ասել ենք իհարկե կլինենք եւ մենք մեր այդ խոստումը եւ մենք այդ մեր խոստումը նախ պետք է պահենք 2000, սա նվազագույն է, որ 24 թվականին մենք այդ խոստումը, որը տվել ենք, պետք է պահենք։ Իհարկե մենակ մեր ռեսուրսներով մենք չենք կարող անել այն ինչ որ պետք է արվեն, մեր ռեսուրսները սահմանափակ են, բայց մենք բոլորս տեսանք ինչ արեցին, այսինքն նորից ժողովրդին հավաքեցին եւ հետո բերեցին Երևան եւ այդ սաղ էներգիան ցրեցին, ինչի։ Խնդիրը այնտեղ էր եւ հաղթել իշխանության հնարավոր էր այնտեղ։ Էլ եմ ասում, մարտական եղբայրության ուժերը իհարկե քիչ էին դրա համար, բայց եթե այդտեղ եւ ընդհանրապես միայն քաղաքական ուժերին, հա, այդտեղ ավելի համաժողովրդական բան էր պետք։ Եվ այդտեղ եթե տեղում կազմակերպվեր այնպես, որ համաժողովրդական իրական դիմադրություն լիներ, այսինքն չթողնեին, որ այդ սահմանազատումը արվի, ուղղակի չթողնեին այդ կոպիտ ասած այդ կոլիշկը կխփեր։ Այդտեղ դու կհաղթեիր եւ Նիկոլին եւ Ալիևին եւ հետո Երևանում հարցը կկարողանայի դնել։ Բայց երբ որ դու Երևանի ժողովրդին բերեցիր ընդերից Երևան եւ թողեցիր, որ իրենք այնտեղ իրենց գործը հանգիստ սուսպուս անեն, այստեղ բնականաբար արդեն ոչ մի բան էլ իսկ իմ կարծիքով, իհարկե մեր մեջ էլ տարբեր կարծիքներ են ժամանակային, ես ասում եմ ի սկզբանե հնարավոր չէ, որտեղ այդ էներգիան դու բերում ես այստեղ, ինքը ցրվում գնում է այս մեծ քաղաքում։ Հիմա, բայց ինչի սա հիշեցի, ճիշտն ասած, երբ որ ասում եք ելքերի մասին, ելքերը ընդհանրապես շատ པարզ են, ասենք տեսականորեն միշտ շատ པարզ են։ Ելքը նա է, որ նախ հիմա դրված է, շատ կարևոր բան։ Շատ կոնկրետ հարց է հիմա դրված, եմ ասում Հայաստանի անկախության հարցը, երբ որ մենք ասում այդ սահմանադրությունը անկախության հռչակագիր, անկախության հարց։ Մենք պետք է հասկանանք, որ այս հարցն է դրված, եւ հենց այս հարցի շուրջ փորձենք հավաքվել, համախմբվել եւ չթողնել, որպեսզի Հայաստանի անկախությունը կորի, որտեղ այդ հարցն է դրված եւ Ադրբեջանի կողմից, եւ Ռուսաստանի կողմից, եւ Նիկոլի կողմից։ Այս հարցն է դրված, այսինքն սրանից ավելի պարզ բան չկա։ Հիմա կամ մենք որպես հասարակություն չենք կարողանում դրան դիմադրել, չենք կարողանում համախմբվել, ժամանակ կա այդ սահմանադրության միջև հանրակրվեն։ Ժամանակ կա։ Կամ չենք կարողանում ու այդ դեպքում դե կներեք, իսկ ով է մեղավոր, որտեղ եթե հասարակությունը, եթե ազգը չի կարող իր անկախությունը պահել, ոչ ոք այս աշխարհում մեղավոր չի, պայքարող է էլի մինչև վերջ կպայքարի, բայց էտա։ Բայց ես հավատում եմ, որ հնարավոր է դա անել, եթե ճիշտ կարգախոսը գտնվի, ճիշտ ոչ թե ասենք օդի մեջ, ասենք հիմա չգիտեմ, դուրս են գալիս փողոցը, ճիշտ պահը, ճիշտ իրավիճակը, ճիշտ կարգախոսը գտնվի, մենք պետք է դա անենք, մենք պետք է մեր անկախությունը պաշտպանենք, այսքան բարձր ձևակերպված խնդիր է։ Կամ անկախության կողմից, կամ անկախության դեմ ես։ Չկա երրորդ տարբերակ։ Իրանք իհարկե փորձում են դա այլ կերպ ներկայացնել, իբր այդ ձեր ասած համանadrությունը փոխում ենք լեգիտիմ չի կամ չգիտեմ պատերազմ կլինի եւ այլն, չպետք է թողնենք մեզ խաբեն։ Մենք չպետք է թողնենք, որ մեզ խաբեն, մենք պետք է ասենք, ստեղ հարցը ժողովուրդ ջան անկախության կողմ ես կամ դեմ ես, Հայաստանը անկախ է թե անկախ չի։ Վերջ, էսա հարցը դրված, մնացածը սաղ կեղծ խաբեություններ են, քեզ ուզում են մոլորեցնել։ Դուք նշեցիք քիչ առաջ, որ պետք է տեղում դիմադրության օջախ ստեղծել, ինչ որ չափով համաձայն եմ, որ տեղի դիմադրության օջախը պետք չէր հանգցնել եւ այդ օջախը վառել Երևանում։ Այսինքն այդ օջախը պետք չէր բերել Երևան, բայց նաև սկզբունքորեն համաձայն չեմ, որտեղ համարում եմ, որ Երևանում է որոշվում Հայաստանի բախտը։
Ես հասկանում եմ դուք ինչ եք ասում։ Ես երբ որ ասում եմ Երևան բերելը սխալ էր, ես նկատի չունեմ բնականաբար Երևանը պետք է անտեսել։ Ես նկատի ունեմ, որ այնտեղ պետք էր ամեն ինչ անել։ Հիմա ոնց այդ ուրիշ հարց է, տարբեր տեխնոլոգիաներ կար, ամեն ինչ անել, որ այնտեղ հնարավորինս խոչընդոտել, խանգարել իրենց ծրագրի իրականացմանը եւ այո, դրան զուգահեռ արդեն Երևանում լրիվ այլ թափի շարժում կարող է ստեղծվել, եթե այնտեղ հնարավոր լիներ կամ հաջողության հասնել կամ հնարավորինս խոչընդոտել այդ process-ին, բայց երբ որ ժողովուրդը եկավ Երևան եւ իրանք այդտեղ հանգիստ այդ process-ը արեցին, այդ դրա պատճառով ստեղ, այսինքն երկու զուգահեռի մասին է խոսքը, հա, ես երևի մի քիչ ճիշտ չձևակերպեցի, ոչ թե Երևանը անտեսել, Երևանում ոչինչ չանել, բնական է, մայրաքաղաքն է, քաղաքական կենտրոնն է, այլ դրանք պետք է զուգահեռ լինեն, երբ որ դրանք զուգահեռ չէին եւ թողեցինք, որ այնտեղ արվի ինչ որ արվի, այստեղ արդեն դրա պատճառով մարեց, ոչ թե ինչ որ այլ պատճառով, էս է իմ ասածը։ Ես հաճախ եմ այս բանը ունենում, որտեղ այն ժամանակ էլ հենց տեղում, երբ որ մենք գնացել ենք նաև ժողովրդին մեր հետ տարանք այդ ոսկեպարի մեր պոլիգոնը եւ այլն, որպեսզի մարդիկ նաև տեղում տեսնեն ինչ չողերի մասին է խոսքը, որտեղ մերը հենց այդ անկլավի տարածքում է։ Այդ ժամանակ էլ մոտենում էին ինձ տարբեր շատ իմ կողմից հարգված մարդիկ ընկերներ, ասում էին, բա այսքան ժողովուրդ բան ավելի լավ չի Երևան տանել եւ այլն, ես այդ ժամանակ էլ ասում եմ, չէ, հիմա Երևան տանելը սխալ է։ Ամենասխալ բանը կլինի ստեղ պետք է օջախ ստեղծվի եւ մնայինք։ Եվ այդ պետք է իսկական ժողովրդական դառնա եւ տեղի ժողովուրդը եւ ընդհանրապես Հայաստանի տարբեր մասերից եկած մարդիկ եւ նույն հոգեվորականությունը, թեկուզ նույն զանգերը նույնիսկ գողանջելով անընդհատ ոնց էր Սարդարապատի ճակատամարտի ժամանակ։ Այս հիմա բոլոր լուծումները մանրամասն էական չի, արդեն խոսանք, մեկը անցել գնացել է։ Եվ սրան զուգահեռ, բայց դասը սրանից պետք է լինի հետեւյալը, որ քաղաքականության մեջ շատ կարևոր է, ոնց ինքը ոնց որ պայքար է, որտեղ կան ճակատամարտեր, կարևոր է ճակատամարտեր հաղթել, որպեսզի դու կարողանաս պատերազմ հաղթել։ Եվ կարևոր է ճիշտ իրավիճակում հասկանալ, որտեղ է այս պահի ճակատամարտը։ Հիմա այն ժամանակ ճակատամարտը այդ ոսկեպարում էր, եւ դրա համար պետք էր այնտեղ հաղթել։ Հիմա օրինակի համար նոր ճակատամարտը հասնում, դա անկախության խնդիրն է։ Կոնկրետ հարց է, սա абստրակտ բան չի, ասենք, չգիտեմ, տնտեսակ, ինչ որ տարբեր բաներ չի, շատ կոնկրետ հարց է։ Հիմա այստեղ է տեղափոխվում ճակատամարտը, այսպես ասած, պայքարի, լավ ճակատամարտ չասեմ, պայքարի գլխավոր կետը։ Այսօր շուրջ հնարավոր է համախմբել եղած ժամանակահատվածի մեջ, չգիտեմ ինչքան է մնացել, իրենք խոսում են 2027 թվականի մասին, գուցե այսպես ասած խափեն ավելի շուտ անեն կամ ավելի ուշ անեն, ես չգիտեմ, բայց այդ ընթացքում հնարավոր է դրան պատրաստվելով շատ կոնկրետ հարց դնել եւ հաղթել ճակատամարտ։ Որտեւ քաղաքականության մեջ իրավիճակն է կարող, դու կարող ես ամեն ինչով պատրաստ լինել, ռեսուրսներ ունենալ, կազմակերպություն ունենալ, գաղափար ունենալ, բայց իրավիճակ չկա հասունացած։ Իրավիճակ պետք է լինի հասունած եւ կոնկրետ կարգախոս դրոշ եւ այսպես ասած ճակատամարտ պետք է լինի, որ դու կարողանաս հաղթես։ Հիմա հասունացած իրավիճակի մասին խոսենք Գյումրիի մասին, շատ թարմ օրինակ։ Գյումրիում այսպես ասած փչվեց մի փուչիկ, որ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունը դարձվեց համապետական նշանակության հույժ կարևոր ինչ-որ միջոցառում եւ այսօր արդեն դուք նոր ասացիք, որ Միութենական Հանրապետության մասին է խոսվում։ Ես կարծացի մանրամասն չեմ բառը։ Այդ մեր թվացial հաղթանակը ճակատամարտ հաղթեցինք, չէ՞, Գյումրիում, այսպես ասենք։ Դենց են ներկայացնում, ես չեմ համարում։ Այսպես ասենք, ճակատամարտը հաղթել են Գյումրիում, Գյումրին չունի ԿՊ-ական քաղաքապետ։ Բայց ինչ տարբերություն։ Իմ կարծիքով Եվ դուք նոր ասում եք ճակատամարտի մասին, հիմա ես նշում եմ, մեկ ճակատամարտ հաղթել ենք, բայց հիմա էլ ասում եք ինչ տարբերություն։ Դե տեսեք, դա ճակատամարտ, որտեվ ես ասացի այն ժամանակ էլ, այդ իրանց հակադրությունը կեղծ հակադրություն է։ Եթե մենք համարենք, որ ասենք, չգիտեմ, Վարդան Ղուկասյանով հաղթում ենք ԿՊ-ին, դա մենք ընդհանրապես ինքներս մեզ խաբելու ենք եւ շատ մարդիկ, այդ թվում շատ խելացի մարդիկ իրանք իրենց այդ դրանով խաբում են։ Իմ կարծիքով, ասենք, ես կարդում եմ, նայում եմ, զարմանում եմ, ասենք, ինչ կա այդտեղ հաղթելու, որտեղ որն է էական երկրի համար ինչ է փոխվում, ենթադրենք վաղը Վարդան Ղուկասյանը չկենտրոնակ իրավ, ինչ որ մեկը այդ ձևի գալիս է դառնում է երկրի վարչապետ։ Ինքը խաղաղության հարցում, պատերազմի հարցում, Ադրբեջանի հետ հարաբերությունների հարցում, Ռուսաստանի հետ հարաբերությունների հարցում, Արևմուտքի հետ հարաբերությունների ինչ անելու տարբեր։ Դա պետք է նախապես ասի, չէ՞։ Որտեղ ինձ համար որպես քաղաքացի ինչ տարբերություն, իմ խնդիրը քաղաքականությունն է, չէ՞, ոչ թե անձերը։ Այսինքն եթե ես, որտեղ մենք այս 2018-ի սխալից չենք ուզում սովորենք։
Ես ինքս տարիներով ընդդիմադիր այդ պայքարի մեջ եմ եղել, ինքս այդ գրողն եմ եղել, այդ գաղափարի սրանք չլինեն, ով ուզում է թող լինի։ Այդ Սերժիկ հեռացիրով հասանք վերջը հեռացավ։ Հիմա խերվել ենք, լավ է մեզ հիմա։ Այսինքն մենք չհասկացանք, որ մենակ անց փոխելով ոչ միայն ոչինչ չի փոխում, հələ ավելի վատ վիճակում կարող ես հայտնվել։ Եթե 2018-ին մեզ մեկը պատմել ասել էսա լինելու, կհամաձայնվեինք, ինձ թվում է չէինք համաձայնվի մեծ մասս։ Բայց մենք հիմա պետք է այդ եզրակացություն անենք, այս ինչի հեռացիրը խնդրի շատ փոքր մասն է, կամ որ ասում են կոնսենսուս -1։ Ինչ կոնսենսուս -1։ Ինձ չի հետաքրքրում ոչ մի կոնսենսուս -1, որտեղ ինձ անձերը չեն հետաքրքրում։ Ինձ հետաքրքիր է երկրի համար ինչ է փոխվելու էապես, արմատապես ինչ այլ քաղաքականություն է վարվելու։ Նոր ես կասեմ ճակատամարտում հաղթել ենք թե չէ։ Իսկ Գյումրիում հաղթել են իրենք բոլորը, որտեղ այդ երկբևեռ համակարգը ինքը նույնն է, ինքը նույն գաղափարախոսությունն է, ինքը պարտության գաղափարախոսության շուրջ է, ինքը անկախությունը զիջելու գաղափարախոսության շուրջ է։ Եվ իրենք հաղթանակ են տանել Գյումրիում։ Բայց նաև էս մի բան էլ հիշատակեմ, որ այո, այդ արդյունքները նաև շատ ուռճացվում են, երկու կողմից էլ ընդ որում։ Նիկոլենցն էլ է շատ ձեռ տալիս, ասում են տեսակ Գյումրիում ով հաղթեց, այ հիմա համապետականը որ գա, ուտվիկը մար դրա տակ է ընկնում։ Վախենում են, ասում են տեսակ Նիկոլին չեք ընտրում, ովքեր են գալիս, կրիմինալն է գալիս։ Այդ վախով մարդկանց էլի լիքը մարդ գնալու է, ոնց որ 21 թվին գնացին Նիկոլին ընտրեցին, բառացին 2 շաբաթում էին մարդիկ, այդ վախը այնքան տարածվեց Քոչարյանի միտինգից հետո իրանք մինչև չեն հասկանում ինչ են արել։ Բայց այդ վախը ով որ ապրել է այս հասարակության մեջ ինքը զգացել է, չէ՞ ոնց է մարդկանց մեջ տարածվել։ Հիմա նույնն են անում եւ Նիկոլենցա շատ ձեռնտու, այդ հարցն էլ տանք էլի մեծ մարդիկ են։ Դուք կարծում եք, ասենք ձեզ չեմ ասում էլի ռետորական եմ հարցնում, մենք կարծում ենք։ Ես լավ։ Հա, մենք կարծում ենք, որ եթե Նիկոլը չուզենար Վարդան Ղուկասյանը կմասնակցեր ընդհանրապես ընտրարշավի, չուներ ինքը լծակ Վարդան Ղուկասյանի դեմ, չգիտեմ, ասում են քրեական գործ հիմա կհարուցենք, թե չէ։ Այսինքն ցանկության դեպքում չէր կարող այնպես անել, որ չմասնակցել, իհարկե կարող է։ Այսինքն իրան պետք է եղել, որ մասնակցել է։ Հիմա նույնը այն կողմից են բանանում, այդ չէ, տեսեք, այսինքն եթե դուք Նիկոլի դեմ եք, պարտադիր այսպես պետք է, սենց պետք է, որպեսզի եմ ասում, այն ինչը որ 5 տարի արդեն կա այս համակարգը նույնությամբ կրկնվի 26-ից հետո նորից լինի Նիկոլը, նորից լինի իր պարլամենտում ինչ որ այդ թարմացված մեջքիչ կազմով այսպես կոչված անդիմությունը իրար քֆուրասեն, բայց իրականում նույն բանը լինի ու երկրի վիճակում ոչ մի բան չփոխվի։ Էս է այդ ծրագիրը։ Ու մի բան էլ ասեմ, այդ ուռճացման մասով հասկացանք, ես չեմ թերագնահատում Գյումրիի այդ ընտրությունների արդյունքները, բայց մի բան եմ ուզում հիշեցնել, որպեսզի հասկանանք ինչքան բան է, էլի ասենք քաղաքական իրավիճակները դինամիկ են։ 2016 թվականին էլի Գյումրիում ընտրություններ էին։ Եվ այն ժամանակ մի հատ ընդդիմադիր կուսակցություն կար, որ մասնակցեց այդ ընտրություններին, հիմիշելով հավաքեց 600 քանի ձայն, ուղիղ 600 քանի ձայն, դա ձայների 1 ու չգիտեմ քանի տոկոսներ։ Ուղիղ 2 տարի անց այդ նույն ընդդիմադիր ուժը դառավ Հայաստանի իշխող ուժ եւ հավաքեց համապետական ընտրությունում 80% ձայն 2 տարի անցավ։ Եվ դա ԿՊ-ն էր։ ԿՊ-ն Գյումրիում հավաքել է 16 թվին 600 քանի ձայն։ Եվ շատ մեծ ճգնաժամ էր դա իրենց համար այն ժամանակ, իրանք չգիտեմ հետո գնացին Մարուքյան Էդմոնի հետ կապան, չէ, Դաշինկովան, որտեղ իրանք տեսա, որ Մարուքյան Էդմոնը Վանաձորում ձայները հավաքի, իրանք Գյումրիում պարտվել էին փաստորեն, խայտարակ ձևով։ Բայց ուզում ասեմ, խաղաղական իրավիճակները այնքան փոփոխական են, որ այդ նույն 1.1% ձայն ստացած ուժը գնում է հետո դառնում է իշխող ուժ։ Այնպես որ շատ պետք չէ, մենք այնքան փորձ ունենք այս տարիների ընթացքում, այնքան բան ենք տեսել, պետք չի մի հատ թիմ ընտրությունների արդյունքները դարձնել այտենց ավետարան։ Ինչ ասես տեսել ենք մենք 91 թվից, ինչ քաղաքական իրավիճակ, ինչ շարժումներ, ինչ ընտրություններ, ինչ տոկոսներ, ինչ անկումներ ու վերելքներ տարբեր ուժերի։ Այդ ամեն ինչը մենք այդ փորձը ունենք, պետք է այդ փորձից էլ նաև օգտվենք, հիշենք էլի։ Հիմա դուք նոր մի բան ասացիք, որ իրար հայհոյում են, իրար քարկոծում են, շշեր շպրտելու, ընդուք մինչև բռունցքային բռունցքներով իրար վրա հարձակվելու պահ, հետո նույն բանն են անում։ Հիմա նայեք, Լևոն Տեր-Պետրոսյանը ինչպես հեռացավ իշխանությունից, պատերազմ, խաղաղություն, այդ թեզի վրա հեռացավ իշխանությունից, կարելի ասել հեռացրին իշխանությունից։ Հեռացրին, թե ինքը հեռացավ իդեպ, դե հիմա նայեք, հեռացավ, թե հեռացրին, կարևորը դա չէ, կարևորն այն է, որ այլևս իշխանություն չէր։ Եվ այսօր հավասարապես նա էլ քննադատում է ընդհանուր մինչև վիրավորական արտահայտություններ
օրվա իշխանությունների առումով, բայց մեծ հաշվով իր թեզը առաջ գնաց, չէ՞։ Մեծ հաշվով, հա, Հետ տանք խաղաղ ապրենք։ Մեծ հաշվով առաջ է գնացել իր թեզը, բայց նորից հայհոյանքներ, իրար հասցեի պատերով տալ, դե տղա եկեք բանավիճեք պատերով կտամ ես ձեզ, կվերացնեմ եւ այլն, եւ դա վերաբերում է նաեւ Լևոն Տեր-Պետրոսյանին Նիկոլ Փաշինյանին իմիջիայլոց մեծ մասը քաղաքական դաշտում համարում են նրա հոգեզավակը, չէ՞։ Դա նրանց է լավ վերաբերում է ձեր ասած թեզը։ Ընդհանրացնենք իրավիճակը, նախ մի հատ ընդհանրացնենք, տեսեք, ընդհանուր առմամբ։ Մի կողմը մյուսին ասում է դավաճան, չէ, ասում է Նիկոլը դավաճան։ Ես այդպես եմ հասկանում, եթե մեկին ասում ես դավաճան, ինքը չի կարող հետո 5 տարի քո երկրի վարչապետ լինի, այլապես դա քո ազգի երկրի մեծագույն խայտարակությունն է։ Դավաճաններին չեն հանդուրժում, դա օրենքից դուրս է արդեն։ Մյուսը իրանք էլ ասում են 5-րդ շարասյուն։ Ես ենթադրում եմ, որ չեն հասկանում 5-րդ շարասյուն բառի իմաստը։ Որտեղ 5-րդ շարասյունը, այդ կվերադառնամ էլի ձեր հարցին, ես ուղղակի ընդհանուրից եմ ուզում սկսեմ։ 5-րդ շարասյունը չի կարող քո պարլամենտում ներկայացված լինել։ 5-րդ շարասյունը նշանակում է թշնամու կողմից կռվող, այսինքն դա պատերազմի օրենքներին է ենթարկվում, ոչ թե քաղաքացիական։ Թշնամու կողմից թիկունք ներդրված։ Այսինքն ոնց որ հիմա ադրբեջանցիները Ալիևը քո պարլամենտում ֆրակցիոն է։ Եթե դու լուրջ ես այդ տերմինը օգտագործում, այլ ոչ թե տենց ուղղակի քեզ նոմա սիրուն խոսք է։ 5-րդ շարասյունը շատ կոնկրետ է։ Մարդիկ, որոնք գործում են թշնամու պետության օգտին։ Չի կարող քո պարլամենտում ներկայացվել, բայց արիուտես որ ներկայացված է։ Այսինքն այդ ամեն ինչը ռետորաբանությունը հասկանում եք, եթե իրենք լուրջ ընդունեին, 5-րդ շարասյունը պետք է լիներ բանտերում, որտեղ պետական դավաճանության խնդիրը, դավաճանն էլ պետք է լիներ այնտեղ, որտեղ լինում են դավաճանները։ Եթե այդ մարդիկ իրենց խոսքերին լուրջ վերաբերվեին։ Ես օրինակ դրա համար չեմ սիրում քաղաքականության մեջ, չափից ավելի sense բաներ, որտեղ պետք է պատասխանատու ես չեմ ասում դավաճան, որովհետև ես համարում եմ, որ եթե ես մեկին ասեմ դավաճան, ես պետք է դրա պատիժը կարողանամ իրականացնել։ Եթե դեռ չեմ կարող է շատ բան եմ մտածում, բայց ասեցի, պետք է ինչ որ ողջամիտ ժամկետում դա իրականացվի, երբ կիրականացնեմ, այդ ժամանակ այդ իրավիճակը իրավական քաղաքական կողմով կբացվի, որտեղ շատ բացելու բաներ կան բնականաբար Հայաստանում, երբ որ լինի ազգային իշխանություն Հայաստանում, այդ բոլորը բացվելու են եւ դավաճանները եւ 5-րդ շարասյունները մեծ դատաստաններ անպայման լինելու են օրենքի շրջանակում եւ հավաքագրված գործակալները հա ամեն ինչը բաց է անպայման դե իհարկե բա պիտի իսկականից հոտնես չի որ մենք գիտենք որ մեր քաղաքական դաշտի մեծ մասը օտար կառավարում ունի այդ սա պիտի բացայտվի բայց դրա մասին այդպես չի որ ամեն օր պետք է խոսաս կգաս կանես այդ ժամանակ արդեն ամեն ինչ տեղը կգնի հիմա ինչ վերաբերում է այս նույն կոնտեքստի մեջ է այո եթե դուք նայում եք մեծ հաշվով այն ինչը որ իրենք այսօր ներկայացնում են որպես իբր շատ նոր գաղափարախոսություն այստեղից ընդեղից փոկրտված կտորներ այդ թվում լիքը բան Լևոն Տեր-Պետրոսյանից ինչ որ բանը նույն իրական Հայաստան բանը վերցել են Վանոյից ասենք այդ խոսքը վերցել են բրճկած այստեղից ընդեղից բաներ իրանք չեն հորինել էլի աղբյուրներ ունեն բայց այս հաստատ մեջն է հիմա իրանք են զարմանացում են բա մենք Լևոնի ասած տանում ենք բան չի մեր հետ որտեվ իրանք էլի մինչև վերջ չեն էլ հասկանցել նաև Լևոնի ասածը Լևոնի ասածը մեծ հաշվով այն ինչը որ ես եմ հասկացել այն ինչ որ ես գիտեմ դա ոչ թե այդ Ղարաբաղի հարցելի առիթ էր Լևոնի ասածը հետևյալն էր որ պետք է քանի որ ռուսական կայսրությունը վերադառնում է կամ ռուսական կայսրության վերադարձի հետ պետք է հաշտվել համակերպել մենք դիմադրելու շանս չունենք սա է այս Ղարաբաղի հարցը այդ կոնտեքստի մեջ է ընդհանրապես այդ արտակուստ այո ինքը միշտ խոսել է Ղարաբաղյան հարցի կարգավորում իրականում ուշադիր այսպես ասած լսելու ուշադիր ընթերցելու դեպքում մենք պետք է հասկանանք որ սա որտեղ 2016-ին էլի 15-ին ինքը ասեց ռուսական կայսրությունը վերադառնում է այսինքն Սիրիայի մուտք գործում եւ Ղարաբաղյան հարցի կարգավորման մեջ սպասվում է լուրջ բաներ փոփոխություններ եւ իրոք դա եղավ այսինքն այդ վերլուծությունը իր եղավ բայց իր ասածը այդ է որ գալիս են դիմադրել անիմաստ է պետք է համաձայնվել բոլոր իրենց պայմաններին Ուլանալ եւ հաճույք ստանալ Էսա հիմա իրանք վերցրել են մի հատված այլ մյուս հատվածները լավ չեն հասկացել չեն հասկացել իմաստը իրանց թվացել է Լևոնը իրոք Ղարաբաղյան հարցի կարգավորման բանով է այսպես ասած մտահոգված բառացի են հասկացել ենթատեքստը կոնտեքստը չեն հասկանում դրա համար դեռ շիլաշփոթ է ստացվում իսկ մնացածը դե արդեն այսպես ասած ես չեմ ուզում տենց ընկնենք այդ ինչ որ իրանց միջին ավելի sense մանր մակարդակի գզվրտոցների մեջ ովուն պատերով կտավ ինչ ընդհանրապես շատ տգեղ է ճիշտ ասած ինչ ուզում ալնի ով ուզում ալնի երկրի ղեկավարը այդ ոճով ընդհանրապես պիտի չխոսի բայց մենք դրան էլ ենք հասել
Էդ էլ ենք տեսել, ինչ ասեմ, էտա։ Մոտենում է հայոց ցեղասպանության հերթական տարելիցը եւ այն ինչ 100 տարի չկարողացան, չարեցին, չկարողանալու պատճառով Թուրքիան եւ Ռուսաստանը շատ հեշտությամբ ոնց որ թե հիմա կարողանում են, մեր իշխանությունները հրաժարվում են այդ ցեղասպանության գաղափարից, այդ ցեղասպանության գաղափարը առաջ մղելուց, ցեղասպանությունը ճանաչելու այդ գործընթացից։ Տեսեք, այստեղ հավն արդարության երկու բան ասեմ, հետո անդրադառնամ ավելի մանրամասն այսօրվա իշխանությունը։ Նախ ես ինչքան հիշում եմ Հայաստանի Հանրապետությունը հենց 91 թվականից երբեք էլ պաշտոնապես այդ հարցը չի դրել ճանաչման, այսինքն ինչ որ բաներ փոխվեցին Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի օրոք, բայց էլի Հայաստանի Հանրապետությունը չի եղել այդպես, ասենք, Թուրքիային պահանջներ ներկայացնող, ավելի շատ Սփյուռքն է եղել։ Ես անձամբ էլի շատ անկեղծ ասեմ, քան որ միշտ եմ եղել, ես այդ ցեղասպանության ճանաչման խնդիրը իմ համար միշտ եղել է, այսպես ասենք, խորտ, ինչու։ Ես այն ժամանակ եմ դա մինչև այս ամեն ինչը հիմնավորել իմ տեսակետը, ինքս նաև որպես ցեղասպանության, ըստ ցեղասպանությունից փրկված մարդու հետնորդ, հենց Բառացի Հրանտ Տեր-Աբրահամյան իմ մեծ պապս է եղել, որը Կարինում ծնվել, հետո կարողացել է փրկվել, փախել է այստեղ։ Ես դեմ եմ եղել, որովհետև ես միշտ տեսել եմ, որ ինչպես է հայկական հարցը, ինչպես որ դարերի ընթացքում օգտագործվել է մեծ տերությունների կողմից, այդպես էլ այդ ճանաչման քողի տակ օգտագործվում է, այսինքն ճանաչում են օրինակի համար հայոց ցեղասպանությունը որպես Թուրքիայի վրա ճնշման գործիք, հետո գնում են Թուրքիայի հետ մի բան պայմանավորում են, հայ ժողովրդին դրանից գրեթե ոչինչ բան չի ասում։ Մենք ուրախանում ենք, ասում ենք, այ տեսեք, ընդհանուր մինչև Ամերիկայի նախագահ ճանաչեց հայոց ցեղասպանությունը, չգիտեմ 95 թվին օրինակ Ռուսաստանի պետական դուման է ճանաչել։ Մեզ դրանից հայկական շահին, եթե մենք նայում ենք Հայաստանի անկախությանը, ոչ մի բան գրեթե չի ավելացել, բացի նրանից, որ այդ ճանաչողները հետո գնացել են Թուրքիայի հետ ինչ-որ բաներ են պայմանավորել, նույն Ռուսաստանն ասենք, դա չի խանգարել իրենց այդ նույն Էրդողանին փրկել, այդ ռուս-թուրքական դաշինքը հերթական կնքել եւ մեր դեմ իսկ գործել։ Այսինքն այստեղ ես անկեղծ ասեմ, ես ինքս միշտ թերահավատորեն եմ մոտեցել այդ դրան, որովհետեւ ասենք դա մեր ուժի տեսակետից չի, դա օտարը քո համար չի, ինչ որ մի բան անում է իր շահի համար, մենք ուրախանում ենք։ Հիմա մյուս խնդիրը բայց նա է, որ այն ինչը որ այսօր իրենք որպես հայ-թուրքական հարաբերությունների այդ բան են պատկերացնում, դա մի ուրիշ խայտառակություն է, որտեվ իրենց թվում է, սա արդեն հոգեբանության մակարդակն է, քաղաքականության չի, որից ես միշտ ապշում զարնում, իրենց թվում է, որ եթե դու պետք է գնաս օրինակ Թուրքիայի հետ խոսես, ամենաճիշտ բանը այն է, որ դու սենց լրիվ խեղճանաս, քո ամեն ինչից հրաժարվես, ինչ որ իրանք ասեն, հա, ու դու տենց որևէ մեկի հետ, այն էլ Թուրքիայի հետ կկարողանաս ինչ որ հարաբերություն կառուցել, իհարկե ոչ։ Թուրքիան չի հրաժարվում, չէ՞ իր բանից, ասենք, ճիշտ հակառակը, եթե դու ուզում ես մտնես նույնիսկ քո թշնամական ուժի հետ, ինչ որ հարաբերությունների մեջ, իսկ դու ստիպված ես մտնել Ռուսաստանի հետ, էլ պետք է մտնես Ադրբեջանի հետ, խոսակցություն կա, բանակցություն կա, չես կարող չխոսալ, ասել չկան իրար։ Հակառակը, իրոք դա այդպես է, դա ռոմանտիկա չի։ Դու քո ազգային արժանապատվության դիրքերը երբեք չպետք է կորցնես, սա շատ կարևոր է, հենց հոգեբանական պահ, բայց որը քաղաքականության վրա ազդում է։ Ես միշտ նայում եմ, ապշում եմ, ասենք գնում են իրանք ընդեղացում, տես Նեմեսիսի հուշարձան ունեք Հայաստանում, գնացեք հանեք։ Ինչ կապ ունի Նեմեսիսի հուշարձանը։ Մենք ունենք ընդհանուր թեմաներ քննարկելու, դուք համարում եք ունենք, եթե եկել եք ձեզ էլա ձեռնտու, եկեք քննարկենք թեմաներ, որոնք մեզ հետաքրքիր են։ Նեմեսիսի հուշարձանը մեր ներքին գործն է։ Դուք ունեք Թալիատ Փաշայի բան այնտեղ։ Մավզոլեյ։ Հիմա իրանք այդքան կա որ բարձրացնեն այդ հարցը, ասեն հələ մի րոպե Թեհլերան եք ասում, Նեմեսիս եք ասում, բա Թալիատ Փաշան։ Մեր համար էլ սա է խնդիր։ Բնական է, որ այդ երկու պետությունը, եթե իրոք իրար հետ ինչ-որ բան ուզում են խոսել, նման խնդիրները պետք է մի կողմ թողնել։ Բայց իրենք կարծում են, որ դու պետք է լիովին ամեն ինչից քո հրաժարվես, ինքնությունից հրաժարվես ու գնաս ինչ-որ բան խոսես, ոչ ոք էս կյանքում, նույնիսկ Թուրքը եւ առավել եւս Թուրքը, որը պետություն է, որը ուժի վրա է կառուցված եւ ինքը ուժն է հարգում, չի ընդհանրապես քեզ բանի տեղ չի դնի, եթե դու քո ինքնությունից հրաժարվես, ինքը քեզ ավելի շատ կհարգի, եթե դու քո ինքնությամբ գնաս այնտեղ ասես հարցեր կան պրակտիկ։ Եկեք քննարկենք, կհասնենք ինչ որ համաձայնագրի, կհասնենք, չէ, բայց ինքնությունից հրաժարվելը բացարձակ մեթոդ չի, ինչ որ հարց կարգավորելու։ Մանավանդ որ տեսեք, երբ որ 2020 թվականին այդ նոյեմբերի 9-ի
Չարաբաստիկ թուղթը կնքվեց էլի, արուսում են հեսա, բացվում են սահմանները, հեսա մարգարայի կամուրջը, հեսա այնա։ Այդքան ժամանակ անցել չի բացվում։ Մարդիկ հստակ ասում են, Ադրբեջանի պահանջներ կկատարեք, մեր հետ բան կանեք։ Կգաք այդ սահմանների հարցը կլուծեք։ Չի լուծվում այդ սահմանների հարցը, չի լուծվելու այնքան ժամանակ, քանի դեռ դու քեզանից ոչինչ չես ներկայացնում, գնում ես այնտեղ եղջանում ես ինքնությունը հրաժարվում ես, մուրում ես, քեզ թվում է դրա դիմաց ինչ որ մեկին ես աշխարհում թույլին ինչ որ բան են տալու, Թուրքիան էլ Ադրբեջանի հետ այդ բանի մեջ են, այդ դաշինքետ են եւ Ռուսաստանի հետ իրանք իրենց օրակարգ ունեն, Զանգեզուրի միջանցքն է այդ օրակարգի մեջ մտնում մնացած բոլոր բաները, ասում են գնա այս սախ պահանջները կատարեք, հետո կտեսնեք։ Ընդ որում հաշվի չենք առնում, որ այդ հայ-թուրքական սահմանն է գեոպոլիտիկ իմաստով մինչև հիմա ռուս-թուրքական սահմանը, որովհետև այնտեղ ռուսական բազան է դրված եւ մեծաշով մեծ հարց է այդ սահմանը ով է փակում ու բացում։ Այդ հայերն ու թուրքերը իրար հետ կարան բացեն ու փակեն, թե ռուսներն ու թուրքերն են իրար հետ բացում ու փակում։ Այդ էլ մի հատ ուրիշ հարց է, որ այդ պատրանքի մեջ մենք ապրում ենք։ Այդ փակ սահմանը, այդ բազան թեկուզ սիմվոլիկ է իր ռազմական բանով ներուժով, հա ինքը տես մեզ, բայց այդ սիմվոլիկը գեոպոլիտիկում մեծ դեր ունի եւ այդ սահման բացել փակել ես խիստ կասկածում եմ, որ ընդհանրապես հայ-թուրքական օրակարգի հարցը։ Վերջին հարցը այս թեմային մի քիչ զարգացնեմ, դուք ասացիք, որ գնում են խեղճացած, մուրում են ինչ որ բաներ Թուրքիայից, բոլորովին վերջերս Հուլուսի Աքարը, Թուրքիայի նախկին պաշտպանության նախարարը, այսօր Թուրքիայի պարլամենտում պաշտպանության հանձնաժողովի նախագահը Բաքվում մի արտահայտություն էր արել, որ մեկ ազգ, մեկ բանակ, Ադրբեջան, Թուրքիա, մեկ ազգ եւ մեկ բանակ, ոնց են պատկերացնում այդ արտահայտությունից հետո ինչ որ խաղաղություն, խաղաղ համակեցություն տարածաշրջանում։ Դե տեսեք, այդ խաղաղություն բանն է իհարկե ընդհանրապես ուտոպիաների բանից, այսինքն ոչ թե խաղաղություն չենք ուզում, որովհետև հաճախ մարդիկ որ ասում են, ահա դուք խաղաղություն չեք ուզում, պատերազմ եք ուզում, ոչ իրականությունից պետք է ելնեն։ Խաղաղությունը ուզել չուզելով չի։ Ադրբեջանի քաղաքականությունը ուղղակի հիմա շատ երկար չվերլուծեմ, հա, որտեղ ամենահեշտն է այդ օրինակով ցույց տալ, թե ինչի խաղաղություն չի լինելու, շատ եմ դա արել, ասենք իմ հաղորդումներում, հիմա չերկարացնեմ, բայց ցանկացած adekvat անալիզ ցույց է տալիս, որ Ադրբեջանը բացարձակ ձգտում չունի խաղաղության այն իմաստով, որ մենք ենք հասկանում, այսինքն իրավահավասար ինչ որ հարաբերությունների, հա, իրենք համաձայն են, եթե Հայաստանը այսպես ասած բոլոր պայմաններին համաձայնվի, ըստ էության զրկվի իրենք իշխանությունից, իրանց գերիշխանության տակ ինչ որ ձևի, ինչ որ մի տենց միավոր Հայաստան անունով, թե ինչ անունով լինի, տենց լինի, տենց ապրի։ Իմ հաղորդման սկզբին ասած Էրմենիստան վիլայեթ գավառը լինի, հա, ասենք անունը թողնի անկախ Հայաստանը դրա հետ էլ իրանք խնդրեմ չունեն, անվանապես ինչ ուզում է թողնի, բայց էությամբ ինքը չի լինելու անկախ պետություն։ Դա կարամ շատ երկար հիմնավորել, հիմա ուղղակի հարցը չշեղում։ Հիմա ինչ վերաբերում է Թուրքիայի եւ Ադրբեջանի, դե նախ իրանք այդ բանակի մակարդակով այդ բանը արդեն 20 թվին մեզ ցույց տվեցին, այն ինչը որ իրանք իրարեցին որպես մարտավարություն, դա մենք գիտենք բոլորս, որ Թուրքիայի ըստ էության Թուրքիայից սովորեցրած ինստրուկտորներով սովորացած մարտավարությունները, այդ նույն Շուշիի, ասենք օրինակ, գրավել են իրենց կողմից առանց մեծ տեխնիկայի, առանց ինչ որ մեծ ճակատամարտերի, ըստ էության կիսապարտիզանական մեթոդներով այդ բոլորը ադրբեջանցիք իրանք չեն այսպես ասած հորինել, դա իրենց սովորացրել են ինչ որ հարուստ փորձ ունեն թուրքական բանակը մարտավարության, իհարկե, բայց այդտեղ մենք պետք է հիշենք մի բան, շատ կարևոր երկու բան։ Նախ, ինչքան էլ Թուրքիա-Ադրբեջան հարաբերությունները սերտանան, եւ վերջի շրջանում պարզավոր նաեւ սերտացել են գործնական իմաստով, մինչեւ հիմա դեռևս եւ առավելս 2020 թվականին ոչ մի բան այստեղ այդ հարաբերություններում չի կարող տեղի ունենալ սահման անցնել համենայնպես առանց Ռուսաստանի թույլտվության։ Այսինքն, եթե Թուրքիան մասնակցել է Ադրբեջանի կողմից 20 թվականի պատերազմին, ինչքանի որ մասնակցել է այդ չափի մեջ, հա, այդքանը անպայման պետք է լիներ Ռուսաստանի թողտվությունը, որտեղ մեր տարածաշրջանում իրանք են դեռ այդ դերում։ Հիմա մի օր եթե Ռուսաստանը այնքան թուլանա, դա լրիվ այլ հարց կլինի, բայց հիմա այդ վիճակը չի եւ մինչեւ հիմա էլ այդ Թուրքիա-Ադրբեջան հարաբերությունները մենք պետք է դիտարկենք այդ կոնտեքստում, որտեղ իրանք որոշակի լիմիտ ունեն, որից այնքան չեն կարող անցնել, եթե դա արդեն Ռուսաստանի կարմիր սահմանները անցնի։ Սա մեկ, այսինքն մենք չպետք է չափազանցնենք, մենք միշտ պետք է
Ռուսաստանի գործոնը հիշենք եւ հասկանանք, որ մենակ Թուրքիա-Ադրբեջան չի այստեղ, ոնց որ ասում են թուրք-ադրբեջանական տանդեմը, չէ՞, այդպեսի տանդեմ կա, բայց այդ տանդեմը լավ, ասենք թուրք-ադրբեջանը ռուսական տանդեմը, տենց ավելի կարևոր է, հարմար է։ շատ շեշտադրումը շատ կարևոր է, որովհետեւ տեսեք մեր ժողովրդին հաճախ ուզում են մոլորեցնել, ցույց տան, որ իբր այդ մենակ այդ Թուրքիա-Ադրբեջանն են բանանում։ Սա մեկ, երկրորդը Թուրքիա-Ադրբեջան հարաբերությունները մենք այդ ռետորիկական մակարդակում ենք հաճախ ընդունում, իրանք ամեն օր արևելյան ժողովուրդներ են, եղբայրներ, բան եւ այլն, իրականում այնպես չի որ ամեն ինչ անամպ է իրաց մոտ։ Այսինքն այդպես չի։ Իրենք էլ ունեն, ուղղակի այստեղ արդեն Հայաստանի խնդիրը ո՞րն է, որ Հայաստանը սուբյեկտ չէ, որ Հայաստանը ոչ մի բան, Հայաստանի ոչ մեկ հաշվի նստել չի ուզում, որովհետեւ Հայաստանը ուժ չի։ Այն եթե Հայաստանը դառնա սուբյեկտ, շատ հնարավոր է չզարմանանք, որ եթե պարզվի այդ իրենց արևելյան ախբերությունը, որը կոնկրետ շահերի վրա է, այդ ախբերությունը այդ բանն է, ասենք ռետորիկական մակարդակն է, կոնկրետ շահեր կան, փող կա, բիզնես կա, ռազմական մասը կա, չգիտեմ, դեպի կենտրոնական Ասիա գնացող մասը կա, բայց դա այդպիսի անխախտ եղբայրություն չի, ինչպես իրենք մեզ տենց ռետորաբանորեն ուզում են ներկայացնել այդ Թուրքիա-Ադրբեջան հարաբերությունները, իրենք էլ ունեն լիքը ենթատեքստեր, օրինակ Իսրայելի հարցում լուրջ տարաձայնություններ ունեն, որքան էլ փորձ են թաքցնել Ադրբեջանի Իսրայելի հետ։ Դաշնակցային հարաբերությունների մեջ է Թուրքիան որոշակի խնդիրներ ունի Իսրայելի հետ եւ այլն, այդտեղ խնդիրներ կան։ Հարցը հետեւյալն է, մենք անդադ կենտրոնանում ենք ամեն դեպքում արտաքինի վրա, մենք նախ եւ առաջ մենք պետք է դառնանք սուբյեկտ, ուժ պետք է դառնանք, երբ որ դառնանք այդ դիրքերից արդեն արժանապատիվ դիրքերից եւ այն դիրքերից, որ գիտեմ, որ դու ուժին կարող ես ուժով պատասխանել, այդ դիրքերից բոլորի հետ էլ ում հետ որ պետք է լինի կխոսանք եւ կհարաբերվենք եւ կկառուցենք մեր իրական անկախությունը։ Շնորհակալություն։ Ես եմ շատ շնորհակալ։ Շնորհակալություն մեզ հյուրընկալվելու համար, շատ օգտակար զրույց էր, թեզեր էր եւ հույս հայտնենք, որ գոնե մի օր ձեր ասած ժողովուրդը թույլ չի տա, որ իր սկսած որևէ գործընթաց ինչ որ մեկը տապալի, ինչ որ մեկը ավարտի։ Ժողովուրդը սկսել է, ժողովուրդը շարունակում է, ժողովուրդն էլ պետք է հաղթական ավարտի հասցնի այդ գործընթացը։ Հարգելի հետևորդներ, շնորհակալություն մեզ ունկնդրելու, ակնտրելու համար, հուսով եմ կշարունակեք հետևել մեզ, այսօր այսքանը, ցտեսություն, մինչ նոր հանդիպումներ։